ջան, ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի չգիտեմ, ասեմ ռետորաբանության փոփոխությունը Ռուսաստանի մասին կամ օրինակ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը երևի ճիշտ էսպես ձևակերպել, նա ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու, նա ասել է, որ կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Վլադիմիր Պուտինին ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ Պուտինը ունեցել է, իսկ ինքը մոտ 200 հեռախոսազրույց է ունեցել, այսինքն ընդդիմությունը մեղադրում է, որ նա Ռուսաստանի դեմ քայլելու հայտարարություններ է անում, բայց Փաշինյանն ասում է, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Բացատրում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը։ Դուք լրագրող եք։ Ճիշտ է, դուք լրագրող եք։ Վստահ եմ, որ դուք հետևում եք process-ներին։ Եվ ձեզ ուղղակի միգուցե հուշեմ, միգուցե ուղղակի հիշեցնեմ, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններով է հիբրիդային պատերազմ, ինչ ասես որ չեն ասում։ Հետո երրորդ օրը, հաջորդ 2 օր ասում են մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է եւ այլ։ Հետո էլ ինչ որ մի ռուբիլնիկա մի անում, հետո եւս 3 օր գրոհում են ամբողջ թիմով Ռուսաստանի վրա։ Հիմա ինչի համար են անում։ Ես չգիտեմ։ Դուք ուզում եք, որ ես ինչ որ հիմարությունների բացատրություն տամ։ Հարցրեք հեղինակին, թե ինչի են 3 օրը հակառուսական հայտարարություններ, ոնց որ բզեն, հետո 2 օր, չէ, մենք լավ ենք, մենք պայմանավորում ենք եւ այլ, հետո եւս այդ ցիկլի մեջ։ Դուք կապ տեսնում եք Ռուսաստանի ղեկավար, այսպես մարմինների, այսինքն Վարսաշյան Պաշտոնյանների հայտարարությունների, որի ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկել։ Դուք տեսնում եք կապ այդ վերջին օրերի ավելի փոշ հայտարարությունների ու Նիկոլ Փաշինյանի այս խոստովանության մեջ։ Վարշապետը այսօրվա անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերել ԵԱՏՄ-ի հետ կապված։ Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Մեկը ասում են, չէ, անհամատեղելի է, բայց դուք սենց զապասկա եք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան, որը մեկը ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ կլինի։ Օրինակ մեկը Տրամպին ասի, գիտես, հիմա քո հետ շփվում ենք, այնքանով ինչքան որ պետք ես։ Վաղը որ որոշենք, որ դու մեզ պետք չես, մենք քեզ կոպիտ ասած գցելու ենք։ Հետևանքները կարող եք պատկերացնել։ Հիմա Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ ամբիցիաներ է։ Երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով։ Ռազմական պոտենցիալով երևի առաջին երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի է նման կարգի հարաբերություններ կառուցել նման ոճի մեջ Ռուսաստանի հետ։ Եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Եթե չես մտածում, որ ինչ որ տեղից քեզ բրդում են եւ դու պետք է դուր գաս ինչ որ մինտեղ, հետո փորձես սվաղես այդ ամեն ինչ Ռուսաստանի հետ, հետո էլի դուր գաս 2-3 օր sense ատրաբոտ կանես կոպիտ ասած այլ խնդիրներ չի կարող։ Վերջը այդ գինը տալու է մեր ժողովուրդը։